որ ասում եք։ Ափսոս ես չեմ նկարանել այդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու միջուկի տեղը դատարկ էր։ Այո, եկեղեցու դռան միջուկը, որի մեջ բանալին մցնում են եւ աշխատացնում ենք։ Եվ դրա իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին։ Հիմա այն բանալին, որ կա մեզ մոտ, դա չի աշխատում։ Ով է փորձել, թե փորձել են, չեն փորձել, չգիտեմ, հնարավոր է գնալ փորձել։ Բանալիները մոմավաճառի մոտ է։ Դուք հարցրել եք իրեն, ինքը փորձել է։ Նոր բանալիներն են մոմավաճառի։ Չէ, հին բանալիներ։ Դուք ասացիք, որ օրվա տարբեր ժամերի գնում եք եկեղեցի, ինչ որ պետք էր այնտեղից վերցնում եք եւ այլն, հիմա չեք կարծում, որ ուշ ժամերի կամ շատ վաղ առավոտյան կարող եք այնտեղ գնալ։ Ինչպես է խախտվում ձեր արարողություններն այնտեղ, երբ դուք չունեք բանալին, բայց բաց է դռները։ Արարողությունները խախտվելու հետ կապված այսպես է, ուրեմն նախ չեմ կարող ստել, որ ես կգնամ ժամի 9-ին ու դուռը փակ կլինի, իրանք պայմանավորված, նախատեսված ժամին առավոտը գալիս բացում են, երեկոյան փակում են։ Խնդիրը այլ բանի մեջ է։ Խնդիրը, որ ուրեմն եկեղեցին ոչ թե իրանք դիփակեն բացեն, այլ պիտի սահմանված անձը փակի բացի։ Եվ երկրորդ, կարող է առաջանալ խնդիր, հիմա չի առաջացել, բայց կարող են ինձ գիշերվա կեսին զանգել եւ ասել, որ հիվանդ կա եւ սուրբ հաղորդություն պիտի տրվի։ Այդ դեպքում ես ինչպես պիտի հասնեմ։ Կամ հիվանդ կա, ում որ պետք է մկրտել եւ պիտի եկեղեցուց վերցվի մյուրոնը։ Ինչպես կարող եմ ես հասնել դրանց։ Իսկ ցերեկվա ժամերին ենթադրենք հիմա պսակ պետք է կատարենք, հիմա որ վերադառնում ենք, այնտեղ պսակի արարողություններ։ Հիմա եթե պսակ լինի, կարող եք գնալ մտնել։ Ես չեմ գնա կատարելու, որովհետև այլևս հոգնել եմ այդ ամեն քաշքշուկների մեջ լինելուց։ Ինձանից որպես հոգևորականի ինչն է հասանելի ժողովրդին բացատրել։ Ժողովուրդը արդեն ինքն է ընտրում ու կուզի գնա կարգալուց արվածի մոտ, կուզի գնա աշխարհիկը իրան օրհնի, որպես հոգևորական, թող այդ օրհնությունը վերցնի։ Դուք անեք դա կազմակերպել։ Ով որ ուզում է, որ ես անեմ, ես խնդրել եմ իրենց եւ այլ եկեղեցում եմ ժամադրություն նշանակել, գնալու եմ այլ եկեղեցում իրանց օրհնության կարգը կատարել։ Ինչու եթե այնտեղ գնաք, ինչ կլինի։ Ձեզ դուրս կհրավիրեն կներեք, այսպես եմ ասում։ Ես արդեն 1-2 անգամ այդ քաշքշուկների միջով անցել եմ։ Եվ ինքս էլ չեմ ցանկանա որևէ մեկի արարողությունը այդ տեսակ մթնոլորտում անցկացնելու։ Եթե այդ մարդիկ պիտի գան, պիտի ես այդ մարդկանց կանգնեցնեմ, հայտարարեմ եւ նորից ինչպես նախորդի ժամանակ կարող են եւ իրանց հյուրերի մեջ լինել մարդիկ, ովքեր չիմանալով եկեղեցու կարգ ու կանոնը, հակառակվեն, հենց բարեկամների մեջ հակառակություն լինի։ Այս ամեն ինչ, օրինակ ես ձեզ հարց տամ, եթե ձեր արարողությունը լիներ, ձեր զավակի արարողությունը լիներ, այդ տեսակ մթնոլորտի մեջ, քաշքշուկի մեջ կուզենայիք, որպեսզի անցկացներ ձերից զավակի արարողությունը, կուզենայիք։ Եվ մի հարց էլ, այդ Կիրակի օրը այդտեղ եղել են քահանաներ, որոնք կարգալուց են, որոնք այլևս իրավունք չունեն այդ գործողությունը կատարելու։ Կիրակի օրը ես բացի նախկին իմ ծառայակցից այնտեղ տեսել եմ նաև Տեր Տարոն քահանայի, ով որ դեռ կարգալույց հռչակված չէ, բայց որը ինչպես գիտեք ըստ իր հայտարարությունների կողմնակից է իրենց արածին եւ իր ներկայությունն եմ տեսել որպես հոգեվորականի այնտեղ ուրիշ հոգևորականների չեմ տեսել։ Ռոբերտ Սարկավագե ինքը Facebook-ում այդպես է հանդես գալիս եւ ըստ նկարների ինքը այնտեղ է եղել։ Ես անձնապես խորանում այն մարդիկ, ովքեր ծառայության են եղել կարգալույց եղած հոգևորականի հետ եւ մասնակցել են պատարագին, անձնապես իրենցից ոչ ոքի չեմ ճանաչում։ Այո, լսել եմ, գիտեմ, ես էլ տեսանյութերով տեսել եմ այդ մարդուն, որ հանդես է գալիս որպես Սարկավագ, բայց ըստ իմ ունեցած տեղեկությունների ինքը հայ-առաքելական որևէ եկեղեցում ծառայություն, սպասավորություն չի բերում։ Տեր Սարգիս, դուք եթե հնարավորություն ունեք այնտեղ ինչ-որ արարողություն կատարելու, եկեղեցական ինչ-որ կարգ պետք է կատարվի կարգալույց եղած քահանայի արարողությունից հետո, որ դուք այնտեղ ինչ-որ
բան իրականացնեք։ Ինչքանով ուրեմն ես տեղյակ եմ, Մայր Մաշտոցի մեջ կա սրբագործման մի կարգ, այսինքն երբ որ էթանոս որևէ մի անձ անհավատ, այնպիսի մի մարդ, այսինքն աշխարհականով որ չի կարող իրեն թույլատրված չէ եկեղեցով չունի շնոր որևէ արարողություն, որևէ խորհուրդ կատարելու, բայց գալիս է եւ եկեղեցում ինչ որ կարգ է կատարվում, դրանից հետո Մայր Մաշտոցը ունի հրահանգ, որ պետք է կարծել կատարել սրբագործության կարգ։ Բնականաբար դրա մասին Մայրաթորը իր պաշտոնական հայտարարությունը պիտի անի, ես սա ասում եմ այնքանով ինչքանով գիտեմ, բայց հայտարարությունը վերջնական հաստատումը պատկանում է Մայրաթորին եւ մեր թեմի վարչական խորհուրդը կգնա Մայրաթոր, այդ վերջնական բարձաբանումներն էլ կունենա եւ ըստ այդմ նոր մենք կունենանք մեր թեմի պաշտոնական հայտարարությունը այդ մասին։ Հիմա այսօր այնտեղ հարսանիք է, պսակադրություն է եղել։ Ստացվում է այդ զույգը ինչ որ անեծքի տակ է ընկել, թե ինչ է, ինչ կարող է։ Ըստ եկեղեցական կանոնների, ժողովական կանոնների, մեր հայրերի գրվածքների, այո, եթե մարդը գնում է եւ առանց իմանալու, անգիտությամբ չիմանալով դառնում է մասնակից, այսինքն օրնություն է վերցնում կարգալույց եղածից, մասնակից է դառնում որևէ արարողության, բայց դրա մասին չիմանալով, անտեղյակ լինելով, իրեն ոչինչ չի պատահում։ Բայց եթե գիտի եւ կամավորաբար գնում է, ուրեմն պիտի պատրաստ լինի նաեւ դրանից բխող պատասխանատվությունը կրելու, այսինքն անեծք է դա ինչ որ պատիժ, չգիտեմ, ինչ որ կգա Աստծո կողմից, թող իրենք պատրաստ լինեն դա նույնպես ընդունելու, որովհետեւ այն ինչ որ իրենք ընդունում են, օրհնություն չէ։ Տեսարքից տևական ժամանակ ինչ Հովանավանքի տարածքում ոստիկանական ուժեր են։ Մյուս եկեղեցիների տարածքում, թեկուզ այստեղ դուք նկատել եք, որ ոստիկանները կան փորձեն պաշտպանել եկեղեցու տարածքը։ Ոչ միայն այլ եկեղեցու, այլ ավելին ասեմ, Հովանավանքի տարածքում ես 1 տարուց ավել է Հովանավանքում ծառայում եմ իմ նախկին ծառայակցի հետ եւ մինչեւ այս որևէ դեպքում բացի այն միջադեպը ինչ որ տեղի ունեցավ նորանշանակ Տեր Մանուքահանայի հետ կապված, որ ոստիկանները հայտնվեցին, դրանից առաջ տարուց ավել ես ոչ մի ոստիկանի չեմ տեսել, որ գա Հովանավանքի տարածք եւ փորձի Հովանավանքում մեզ համար ապահովություն Հիմա իրենք այնտեղ են եւ ներողություն ընդհատում եմ։ Հիմա ոստիկաններն այնտեղ են եւ Կիրակի օրն էլ ոստիկանները ըստ էության թույլ չեն տվել հայր շնորհքին մոտենալ եկեղեցուն փաստաբանի հետ եւ առհասարակ ստացվում է որ եկեղեցու պատկանող տարածքը հիմա տնօրինվում է կարգալույց քահանայի կողմից։ Ոստիկանության ինչ որ ասելիք ունեք, ինչ անեն իրենք եւ ինչու չեն անում ոստիկանությանը ուրեմն ոչ թե իմ ասելիքն է, ինձանից առաջ Մայրաթորի փաստաբանը պարոն Արա Զորաբյանը համապատասխան փաստաթղթերով ներկայացել էր Հովանավանք ըստ սահմանադրությունով կարգված եւ մյուս օրենքներով հաստատված կարգ ու կանոնի ներկայացել էր մեր փաստաբանը նաեւ պայմանավորված նախորդ պայմանավորված լինելով ոստիկանների հետ, որ իրենք էլ պիտի գային եւ իրենց պիտի հանձնել Մայրաթորի խնդրանք ասեմ, պահանջ ասեմ, չգիտեմ ինչպես է ձևակերպումը ճիշտ ձևակերպել դիմումը, որպեսզի ոստիկանները պաշտպանեն Մայրաթորի իրավունքները, այն իրավունքները, ինչը հաստատված է սահմանադրությամբ եւ մյուս օրենքներով, բայց իրենք չներկայացան։ Ինչ է անում ոստիկանությունը։ Նույն բանը կատարվեց, երբ որ Կիրակի օրը հայր շնորհքը լինելով մեր թեմի ներկայիս վարչական խորհրդի ատենապետ նույն փաստաբանի հետ ներկայացան, որպեսզի ժողովրդին հայտնեն եկեղեցու կարծիքը, որ այն ինչ որ կատարում է հիմա Հովանավանքում կատարվեց, այսինքն արդեն իսկ Կիրակի օրը կատարվեց Հովանավանքում, դա եկեղեցու կարգ ու կանոնին դեմ է։ Եվ սա էր այցելության նպատակը եւ նաեւ հնարավորության դեպքում բնականաբար լավ կլիներ, որ կարողանար հայր սուրբը եկեղեցի մտնել եւ ինքը կատարել, բայց որի հնարավորությունը ինքներդ արդեն տեսակ եւ բոլորս էլ տեսան, որ ինքը հնարավորություն չունեցավ անգամ եկեղեցուն մոտենալու։ Ոստիկանությունը կատարում է իր ֆունկցիան այս դեպքում։ Այս մեկ շաբաթից ավել եղած եղելությունները ինքներդ մեկնաբանեք։
Ես է որ պիտի մեկնաբանեմ։ Բոլորիս աչքի առաջ է կատարվում, ինչ որ կատարվում է։ Ձեզ Կիրակի օրը քննչական էին կանչել, բայց դուք չգնացիք պատարագը մատուցելու համար։ Ինչ այդ գործընթացի ինչ փուլում է գտնվում։ Ուրեմն ոչ միայն ես, այլ մեր թեմի ամբողջ քահանայիստասը ստացել էր նույն ծանոթագրերը Կիրակի առավոտյան ժամը 9-ին ներկայանալու քննչական բաժին։ Եվ մենք քահանա եղբայրներով թեմի վարչական խորհրդի հետ միասին ժողով հրավիրեցինք, քննարկեցինք եղբայրաբար եւ որոշեցինք, որ ավելի լավ է մենք պաշտպանենք պատարագ կատարելու եւ ժողովրդի աղոթական ծիսական օրը Կիրակին ապահովելու, թեկուզ եւ ենթակա լինենք բերման ենթարկվելու, բայց մենք գնացինք, պատարակեցինք, մեր հետևից ոչ ոք չեկավ, ճիշտ է մեզ հետևում էին ստուգելու համար, թե մենք արդյոք գնում ենք այն նշած եկեղեցիները, որը ըստ մեր ստորագրության նշել էին, թե ուր պիտի գնանք, որտեղ պիտի պատարակենք, իրենք եկան, ստուգեցին, համոզվեցին, իսկ դրանից հետո այն դիմումը, որ փաստաբանների միջոցով ներկայացվել է իրենց հետաձգման համար, դրանից դեռ պատասխան չունենք։ Այսինքն ոչ ինձ, ոչ մեկիս չեն կանչել, երբ կկանչեն, այսինքն իրենք ծանուցում կուղարկեն, դեռ չեն։ Գործի մասին նշել են ինչ գործ շրջանակ է, ինչ գործ է։ Դե մենք երբ որ առաջին անգամ մեզ քահանայերից ենթարկեցին, մենք հիմա այսպես ասած հանդես են գալիս որպես վկաներ։ Հոգևորականների կալանավորման հետ կապված։ Առաջին անգամ երբ որ մեզ տարան, մենք ցուցմունք ենք տվել որպես վկայի, այսինքն հիմա ես ունեմ վկայի կարգավիճակ եւ օրենքը ինձ որպես վկայի իրավունք ունի ծանուցում ուղարկելու, ես էլ պարտավորություն ունեմ ըստ այդ ծանուցման ներկայանալու եւ գործի հետ կապված, եթե իրանք ունենան էլի հարցեր, այդ հարցերին պատասխանելու։ Հավատացյալները բավարար չափով տեղեկացված են, որ եկեղեցին օրինակ բացված է, այնտեղ պետք է արարողություն կատարվի միայն Չգիտեմ ինչ ասել է բավարար չափով, որովհետև մայրաթորի հայտարարությունը կա, թեմի հայտարարությունները կան, մենք քահանաներով մեր անձնական էջերով կիսվում ենք, այդ ամեն ինչով փորձում ենք ամենայն դեպս ինչքան հնարավոր է լայն շրջանակներ ապահովել տեղեկատվության, որպեսզի ամեն ոք տեղյակ լինի։ Իսկ մտահոգություններ հայտնում են իրենք հավատացյալները, ձեզ հետ ասում են իրենց մտահոգությունները ստեղծված չեն պայմանավորված։ Բնականաբար մտահոգություններ հայտնում են ժողովուրդը, շատ անգամներ ցանկություն են հայտնել գալու, հովանավանք, անձամբ ինձ զանգել են շատ ընկերներ, շատ հավատավորներ